Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է աղետալի կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Հայաստան դաշինքի առաջնորդն ու վարչապետի թեկնածուն ռուսական RBK հեռուստաալիքի հետ Երևանում է այդ մասին զրուցում։ Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ թվերով է ներկայացնում, թե որքան կախված է հայկական շուկան Ռուսաստանից։ 98% сельхозпродукции. Более 90%. Գյուղմթերքի 98%-ը, ալկոհոլային արտադրանքի ավելի քան 90%-ը, գինի, կոնյակ։ Ուր է այդ ամենը գնալու։ Ոչ ոք չգիտի։ Եվ ոչ ոք, նկատի ունեմ իշխանությունը, չի փորձում անգամ ցույց տալ, թե կգնա ինչ-որտեղ, ինչ-որ կոնկրետ ուղղությամբ։ Բացարձակապես, հետևանքներն իրականում պարզապես աղետալի կլինեն։ Реально просто катастрофически. Что это означает для России? Ինչ է դա նշանակում Ռուսաստանի համար։ Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը 0.7% է։ Մինչև պատժամիջոցները 22 թվականը 0.3% էր։ Այսինքն Ռուսաստանում ոչ ոք չի նկատի դա։ Վարունգը, լոլիկը, ծաղիկները եւ այդպես շարունակ դրանք շատ արագ կստանան իրենց փոխարինում այլ երկրներից։ Քոչարյանը ասում է, եթե Հայաստանը խզի կապերը Ռուսաստանի հետ, պարզ չէ, թե ուր է ուղղվելու հայկական արտադրանքի այդ հսկայական ծավալը, հատկապես երբ Եվրամիության դեպքում ամեն բան այդքան էլ հեշտ չէ։ Рынок Евросоюза это просто закрытый рынок. Եվրամիության շուկան պարզապես փակ շուկա է, պաշտպանված պատնեշներ կան այնտեղ, ֆերմերներն այնտեղ գործադուլի են դուրս գալիս, նրանք կխեղդեն իրենց ղեկավարներին։ Քոչարյանն ընդգծել է, որ ներկա իրավիճակում Եվրամիությանն արագ անդամակցելու մասին ցանկացած խոսակցություն պարզապես գեղեցիկ հեքիաթ է, իսկ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարել ըստ նրա նշանակում է ընտրել երազանքի եւ որոշակիության միջև։ Выбор между предлагаемой какой-то мечтой, неосуществляемой. Սա ընտրություն է առաջարկվող ինչ-որ անիրականանալի երազանքի, մոտակա 15-20 տարիների համար շատ բարձր անորոշության եւ այն որոշակիության միջև, որը էապես օգնում է Հայաստանի տնտեսությանը զարգանալ։ Այսինքն այս ընտրությունն իրականում ինչ-որտեղ նույնիսկ էկզիստենցիալ է։ Даже экзистенциально. Ըստ Քոչարյանի իրավիճակը դեռ կարելի է շտկել ու լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս համատեքստում նա նկատել է, մինչ իրեն ռուսամետ են որակում, ինքը հայամետ գործիչ է։ Քոչարյանն ասել է, Եվրոպան ու Ամերիկան այժմ անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարում մեր տարածաշրջանից դուրս մղեն Ռուսաստանին, անկախ նրանից, թե դա որքան ցավոտ կլինի հենց Հայաստանի համար։ Իսկ պաշտոնական Երևանը նրա խոսքով ինքնակամ իրեն նետել է այդ հորձանուտի մեջ։ Я думаю, просто мудрее было бы, не влезать в эту тему. Կարծում եմ պարզապես ավելի իմաստուն կլիներ չմտնել այս թեմայի մեջ, սպասել աշխարհաքաղաքական փոթորիկը վերջանար եւ դրանից հետո գոնե նվազագույն վնասով ընտրել այն հուսալի հանգրվանը, որը թույլ կտա քեզ պահել քո ժողովրդին անվտանգության եւ բարգավաճման մեջ։ Позволит тебе держать свой народ в безопасности и в процветании. Անդրադառնալով TRIP նախագծին երկրորդ նախագահը նշում է 42 կիլոմետրանոց ճանապարհի շուրջ աղմուկը արհեստական է։ Այդտեղ չկան լուրջ ամերիկյան տնտեսական շահեր, փոխարենը կա հստակ նպատակ հայտնվել Իրանի սահմանին, ինչը Թեհրանի կողմից միանշանակ ընդունվելու է խիստ բացասական ու լուրջ ռիսկեր է առաջացնելու Հայաստանի համար։ Я думаю, эта дорога такой пропагандистский очень сильный. Ես կարծում եմ այս ճանապարհը քարոզչական շատ ուժեղ քայլ է։ Դա լարվածության ստեղծում է Իրանի եւ Հայաստանի միջև։ Դա անվստահություն է, որը Իրանում չի կարող պարզապես չառաջանալ։ Եվ դա կսմի թե Ռուսաստանի հասցեին։ Մենք համաձայնեցինք ահա այս մոդելին։ Эту модель участия в проекте. Մեկ այլ մտահոգիչ միտում է ըստ Քոչարյանի նկատվում հայ-թուրքական հարթությունում Փաշինյանն ըստ նրա փորձում է վերաշարադրել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների պատմությունը, ցկտելով դուր գալ Անկարային։ Ըստ նրա իշխանությունը պատրաստ է անցնել անգամ ցեղասպանության ու Արարատի թեմաների վրայով, քանի որ իրականում փորձ է արվում ռեգիոնալ ազդեցության վեկտորը Ռուսաստանից փոխարինել Թուրքիայով, ինչը վերջին 300 տարվա գլխավոր աշխարհաքաղաքական վտանգավոր ինտրիգն է։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ըստ Ռոբերտ Քոչարյանի սովորական ընտրություններ չեն, դրանք էքզիստենցիալ նշանակություն ունեն երկրի համար, քանի որ որոշվելու է Հայաստանի տնտեսության անվտանգության, արտաքին քաղաքական կողմնորոշման ապագան, կամ կայունություն եւ որոշակիություն, կամ կտրուկ անկում եւ լիակատար անորոշություն։